Սերքի մատները դարիներ առաջ եղբայրներ էին կորզունյա ու կաչ Նորանկախ Հայաստանում, երբ մեր երկիրը փորձում էր հաղթահարել բազում դժվարություններ եւ կառուցել նոր իրականություն, հայ մանուկների առօրյան լուսավորում էր մի ջերմ ու հարազատ ձայն՝ Մարտեն Յորգանցի ձայնը։ Նրա ճկույտիկ, այբ բենգիմ եւ մյուս հայտնի երգերը հնչում էին տներում, մանկապարտեզներում, դպրոցներում ու համերգասրահներում։ Երեխաներն ու մեծերը դրանք անգիր գիտեին, այնպես որ Մարտեն Յորգանցը պարզապես երգիչ չէ։ Նա շատերիս մանկության մի մասն է, անուն, որը տարիներ շարունակ ժպիտ է պարգևել հազարավոր ընտանիքների։ Եվ այսօր, երբ այդ երգերը կրկին հնչում են, շատերի հիշողության մեջ վերակենդանանում է մի ամբողջ ժամանակաշրջան։ Այդ երկու երգերը, ճկույտիկն ու այբ բենգիմը, ստեղծվել են Հայաստանում։ 1988 թվականին, երբ առաջին անգամ էի Հայաստանում, տեսա, որ այստեղի փոքրիկները շատ տաղանդավոր են։ Ինձ համար շատ զարմանալի էր այդ փաստը եւ որոշեցի փոքրիկների համար երգեր գրել։ 8-րդ դասարանում, երբ սովորում էի Մխիթարյան վարժարանում, ուսուցիչը մեզ այբենարանը հարցրեց եւ դասարանում 50 հոգուց 48-ը, այդ թվում եւ ես, չիմանալու պատճառով վերաքննություն հանձնեցինք։ Այբ բենգիմը ստեղծվեց, որպեսզի երգի շնորհիվ երեխաները ավելի հեշտությամբ սովորեն այբենարանը։ 1984 թվականից ես հանդիսացել եմ Արևիկ անսամբլի ամենափոքրիկ սանը եւ հետագայում նաեւ դարձա մենակատարը, այսինքն եւ վարում էի, եւ երգում էի, եւ պարում էի, մի խոսքով այսպես կարող եմ ասել, անհամեստություն թող չհնչի, նաև ինձնով են ճանաչել այդ խումբը, որովհետև երբ որ մամայի հետ դուրս էինք գալիս փողոց եւ պապաս մեքենայով չէր տանում, ապա բոլորը ինձ անվանում էին ճկույթիկ եւ ես դրանից շատ վրդովում էի։ Մամայիս ասում է, ես այլևս դուրս չեմ գա առանց մեքենայի, որովհետև բոլորը ինձ ճանաչում են, մատով են ցույց տալիս եւ ասում են ճկույթիկ։ Լինելով բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած արտիստ, Յորգանցն ի տարբերություն շատերի երբեք չի մոռացել արմատներն ու հայ լինելը։ Իր ժողովրդի համար դժվարին ու ճակատագրական պահերին նա մշտապես կանգնել է հայրենակիցների կողքին, իր խոսքն ու հեղինակությունն օգտագործելով նրանց աջակցելու եւ զորակցելու համար։ Այս վերաբերմունքը վկայում է ոչ միայն հայրենիքի հանդեպ ունեցած խոր սիրո, այլև ազգային ինքնության ու պատասխանատվության բարձր գիտակցության մասին։ Ծնվելով Պոլսում, հայաշունչ միջավայրում, Մարտեն Յորգանցը դեռ վաղ տարիքից իր շուրջը զգացել է հայկական մշակույթի ու երաժշտության շունչը։ Ազգային միջավայրը կարևոր դերակատարում է ունեցել նրա ինքնության ձևավորման գործում, իսկ հետագայում հենց կրթությունն ու երաժշտությունն են դարձել այն ճանապարհը, որով նա արտահայտել է իր սերն ու կապը հայկական մշակույթի հանդեպ։ Յորգանցի ծնողները ծնվել են Թուրքիայում, հայրը Օրդու քաղաքում, մայրն Անկարայում, ինքը երգիչը ծնվել է Ստամբուլում։ Հայրս, մայրս, ցեզի մի խոսեմ իրենց մասին, հարուստ մարդիկներ չէին, շատ աղքատ մարդիկներ էին, բաբաս կոշկագար էր, մամասա դունը, ջաշերի գեպեր եւ այլն։ Մարտեն Յորգանցի երաժշտական ճանապարհը սկիզբ է առել դպրոցական տարիներից։ Նա շուրջ 12 տարի սովորել է Պոլսի Մխիթարյան վարժարանում, որտեղ էլ բացահայտվել է նրա սերը երաժշտության հանդեպ։ Հենց այդ տարիներին էլ նա սկսել է երգել տարբեր լեզուներով, ծանոթանալով բազում երաժշտական մշակույթների, ժանրերի ու ոճերի։ Այդ փորձառությունն աստիճանաբար ձևավորել է նրա հարուստ երաժշտական աշխարհը, հետագայում դառնալով նրա ստեղծագործական դիմագծի կարևոր ու առանձնահատուկ մասը։ Երգելու ուսում չեմ արած։ Ես Աստծո դված դաղանթով երգեմ։ Ինձ պես շատ մի երգիչներ օդարության մեջ մենք բոլորս հասանք ենք։ Իսկ Հայաստանի երգիչները ամենա կոնսերվատորին ելան եւ իրենք ինստրումент գնվակեն, պիանո գնվակեն եւ այլն։ Մենք իրենց կողը զորավոր չենք, բայց մերին ավանտաժը ինչ է, մենք հոգով երգենք, այսինքն Աստծո դված կարողությունով երգենք։
Այսինքն շատ կարևոր է։ Մարտեն Յորգանցի կյանքում շրջադարձային է եղել հոր մահը, որից հետո մայրը հարկադրված է եղել տեղափոխել նրան Փարիզ, որտեղ էլ սկսվել է մի նոր ու հետաքրքիր ընթացք, նոր միջավայրում ու նոր հնարավորության պայմաններում։ Օրը իմ ռեստորաններուս մեկադին մեջ Մանուել Մենենգեչյանը եկավ։ Մանուելը դաշնակ հավանաբար երջանկության արդյունքները սերովստու ինձի դեպի եւ այլն։ Եվ սա որ ինձի թույլ ինչու համար սա հարսանիքներում է չես եկել։ Ես այդ երկիչներն չեմ ասի հարսանիք մի երկեմ։ Ես ավելի էսի կլաս մեկ գուզեմ լավ։ Չէ, սա խենտես ինչ ես։ Կնասա հարսանիքներում երկել դրամ գշայիս։ Մտածեցի ես որ իրավունք ունի աստղան։ Եվ Մանուելի ուսածները ինձի շատ լավ խրատ մը եղավ։ Այդ օրգոնը սկսա հարսանիքն շանդոք դարեթարս ասակ դեղեր է երկել։ Եվ ամոթ եսել շատ դրամաշայեցա և իհարգե և հետո ուրիշ կաղաքներեն ինձի գանչեցին, բարանտեսներու երկեցի, որտեղ ուրիշ երկիմներում էջ շատ մը բարանտեսներ գլար, շատ ինձի սիրեցին։ Փարիզի իմ ռեստորանում ամեն երեկո երգում էի։ Մի օր պարզապես որոշեցի փակել այն ու զբաղվել երաժշտությամբ։ Խոստովանել է նա։ Մորս հետ բնակություն հաստատեցի Փարիզում, որտեղ էլ ինձ միտք տվեցին մեկի հետ համատեղ ռեստորան բացել եւ միաժամանակ երգել։ Միտքը հետաքրքիր էր, այն իրագործեցինք եւ ռեստորանը կոչեցինք Կապադոս։ Այնտեղ երգում էի հայերեն եւ մատուցում հայկական ճաշատեսակներ։ Մի օր այցելուներիցս մեկը հարցրեց, թե ինչու ես հայերեն երգեր չեմ ձայնագրում։ Այդ ժամանակ արտասահմանում կային հայերեն լեզվով երգող երկու երգիչներ, որոնք երկուսն էլ Լիբանանում էին ապրում։ Ես նույնպես սկսեցի ձայնագրել հայերեն երգեր եւ առաջին ձայնապնակումս տեղ գտան շատ երգեր, որոնց շատերի հեղինակը անձամբ ես էի։ Շատ մեծ հաջողություն ունեցա, որովհետև Ֆրանսիայում հայերեն լեզվով կատարող երգիչներ չկային։ Իր սկզբնական հաջողությունների մասին պատմել է Յորգանցը։ Մարտենը սքանչելի մի ռեստորան ուներ, մի գողտրիկ, այսպես փոքրիկ 9-րդ շրջանում Փարիզին, Rue Saint-Georges, Սուրբ Գևորգի փողոցում իտալական խոհանոցի, կոչվում է Chez Յորգանց։ Եվ այնտեղ փաստորեն ամբիանսը, այսինքն մթնոլորտը իտալական էր, որովհետև Մարտենին այստեղ չէին ճանաչում։ Իսկ Մարտենը 1000 երգիչ էր։ Եվ հիմնականում այնտեղ կատարում են նաև իտալական երգերը, այսինքն Pepino de Capri, իսպանականը, Consuelo Velázquez, Sway եւ այլն, այսինքն այդ բոլորի երգացանկը հարուստ այնտեղ էր։ Չնայած, ասում դա երեկոյան Առավոտյան բարբերաբար մենք Մարտենի հետ գնում էինք օրինակ Ռեջիս, դա ասենք մեր հովտաշատն է, Մեյմանդարը։ Այնտեղից կանաչեղեն կամ մետրո, այնտեղից մոցարելա եւ այլ, բարբերաբար կարելի էր Մարտենին տեսնել նաեւ խոհանոցում տիրամիսը պատրաստելուց, այսինքն ինքը հասցնում էր նաեւ եւ խոհանոցին հետեւել։ «1988 թվականից ի վեր Յորգանցի և Հայաստանի միջև ձևավորվել է մի առանձնահատուկ կապ։ Նա տասնյակ համերգներ է ունեցել Երևանում և Հայաստանի մարզերում, իր երգով հասնելով նույնիսկ ամենահեռավոր համայնքների երեխաներին։ Մարտին Յորգանցը, չգիտեմ, երևի իր ֆենոմենը, որ մեծ անուն ունեցավ հենց Հայաստանում նրանում էր, որ ինքը նախ ազատ էր ու շփում կար երեխաների հետ, ինքը կարող էր բեմից իջներ եւ շփվել երեխաների հետ եւ երգացներ երեխաներին եւ ինքը երգեր եւ իր այս անմիջականությունը ու հասարակությունը, չեմ ասում պրիմիտիվ, այլ հասարակ իր բարերի արտասանումը կամ շատ ըմբռնելի երեխաների համար այս հասարակ երկերի երկելը հենց այբուբենը ներկայացնելը, մինչև հիմա մենք
մինչև իրեն մենք Այբուբենի մասին տենց երգ չենք ունեցել, որ երեխաները հետաքրքրվեն այ փեմքիմ թա եւ նաեւ իր ակցենտը շատ հետաքրքիր էր առաջին հերթին, ուրեմն իր բեմական կեցվածքը, երկրորդը իր ակցենտը, իսկ ամենագլխավորը, որ ինքը Սփյուռքից էր, Ֆրանսիայից էր եկել եւ դա ինչ որտեղ հետաքրքրություն էր առաջացնում ժողովրդի մոտ։ Հայաստանի հանդեպ նրա սերը տարիների ընթացքում վերածվել է ոչ միայն բեմական, այլև մարդկային ու հոգևոր կապի։ Յորգանսն իր այցելությունների ընթացքում հնարավորություն է ունեցել տեսնելու մայր հայրենիքի թե վերածնվող ու զարգացող տարիները, մշտապես առանձնահատուկ ջերմությամբ վերաբերվելով հատկապես երեխաներին ու երիտասարդներին։ Համագործակցությունը երկար տարիներ է եւ միասին նկարահանել են եւ տեսահոլովակներ, եւ մուլտֆիլմ, սիրված մուլտերի իր երգերի հիման վրա, Ճկուտիկն է առաջինը, հետո այդպես շարունակական պետքա լինի արտմուլտն է նկարահանում։ Այնուհետև Աղարշապատ երգի Պարի թատրոնի հետ նկարահանեցինք Հայաստան աղոտ երգը, որը գրվել է Ավետ Բարսեղյանի կողմից, խոսքերի հեղինակն է ինքը, ձայնագրությունը արել է Արսեն Գրիգորյանը եւ ողջ երգի ընթացքում մեծ պատիվ էր մայստրոյի հետ ելույթ ունենալու Աղարշապատ երգի Պարի թատրոնի սաների մասնակցությունը։ Այնուհետև բազմաթիվ համերներ ենք կազմակերպել եւ ասեմ, որ երգիչներից միակն է, որը կատարում է բարեգործություն երկրում։ Համախմբում ենք անապահով ընտանիքի երեխաներին, մանկատան երեխաներին, բազմաթիվ համերգներ եւ որոշ հասույթներ գնում են այդ անապահով ընտանիքի երեխաներին։ Եվ 3 տարի առաջ, երբ որ մայստրոն Հայաստանում էր, որոշեց, որ որևիցե մի քաղաքում հրապարակում մեծ համերգ անի եւ Մասիս քաղաքում այդ համերգը կայացավ Լեփ Լեցուն դահլիճ, շատ հետաքրքիր համերգ, շատ զվարճալի պահեր եւ Յորգանցին մենք հրապարակից մի կերպ ենք դուրս անել, որովհետեւ սեր էր, ամբողջ հրապարակում սեր էր ու ես միշտ ասում եմ, երգիչներից երևի միակն է, որ փողոցում կանգնացնում են եւ տատիկները մոտենում ասում են ձեր երգերի տակ ենք մեծացել ու ինքը լուրջ դեմքով ինձ ասում է Գայանե, այս տատիկը ինձանից բավականին մեծ է ու ամենք հայլափոխին այս մթնոլորտն է, միայն սեր, սա կասեմ մայստրոյի համար ու ասեմ, որ շատ հայրենասեր է։ Եվ իր խորհրդանիշն է սեր եւ միասնություն։ Նրա կապը մայր հայրենիքի հետ չի սահմանափակվել միայն երգով ու բեմով։ Երկրաշարժի ծանր օրերին Յորգանցը եղել է իր հարազատ ժողովրդի կողքին, բարեգործական ծրագրեր նախաձեռնելով եւ աջակցելով աղետից տուժած հայրենակիցներին։ Ես տեսել եմ Հայաստանի ամենադժվար երկրաշարժի օրերը եւ տեսնում եմ այսօրվա Հայաստանը, որն օրեցօր գեղեցկանում է, շնորհիվ իր ժողովրդի, երիտասարդների ու իմ շատ տաղանդավոր փոքրիկների, որոնք հիանալի երգում եւ պարում են, անկեղծացել է արտիստը։ 87 թիվն էր կարծեմ, 87 թե 88։ Յորգանցը եկավ, այն ժամանակ արդեն ես էի ղեկավարում նվագախումբը։ Ծանոթացանք, ասեց ուզում եմ մի հատ ծրագիր անենք միասին, համերգ։ Երգերը բերեց, մի քանիսը իրա գրած երգերն էր, մնացածը հայկական եւ ժողովրդական եւ պոպուլյար երգեր եւ դրանց մեջ կային երգեր, որոնք մինչեւ այդ չէին էլ հնչել։ Բայց դա պետք էր գործիքավորել մեծ նվագախմբի համար եւ հիշում եմ մեր նվագախումբը գնար Յուգոսլավիա համերգների ու ես չգնացի նրա պատճառով, որ մամաս մահացավ, 88 թիվն էր։ Եվ ես մնացի քաղաքում եւ նստեցի, սկսեցի այդ արանժիրովկեքը անել։ Մոտ մի 20-25 երգ։ Այդտեղ Յորգանցի բախտը բերեց, որովհետեւ ժամանակը չկորցրեցի, այդ արանժիրովկեքը արեցի, ինքն էլ եկավ եւ ֆիլհարմոնիայի միջոցով
ուրեմն համալիրում դրեցին համերգ։ Մի խոսքով ինչ ասեմ, դա երևի Գինեսի գրքում ափսոս որ չի գրվել, որ այդ շարքը համերգների տևեց 28 օր անընդմեջ մեծ դահլիճում 8000 տեղանոց դահլիճում ուրեմն համալիրի, որտեղ արդեն տեղ ու դադար չկար, այդ ընտանիքներով, այլ ավտոբուսներով ռայոններից էին գալիս, չէր վերջանում, մենք էլ աշխատող մարդիկ ենք, ճիշտ է, ռադիոյի նվագախումբն է, բայց մենք ձայնագրություններ ենք անելու, պլան ունենք, ինչքան կարելի է, մի խոսքով այդ 28 օրից հետո փակեցին այդ ամեն ինչը, փակեցին, որովհետև ժողովուրդը էլի գալիս ու գալիս էր։ Ուրեմն մի համերգել պատվանը կազմակերպել էի Վանաձորում։ Ուրեմն Մոսկվիչ ունեի այն ժամանակ, տղաներին տեխնիկայով բան ուղարկել եմ, իրանք արդեն ստադիոնում տեղավորվել են, պատրաստ են եւ մենք երկուսով Մոսկվիչով գնում ենք արդեն համերգի տեղը։ Ուրեմն այն ժամանակ շատ պոպուլյար էր անեկդոտներ կար, թե ցուրտ դրսումը, հիշում եք կիրովականցիների անեկդոտները, անտառումը եւ այլն, այս անեկդոտները պատմելով լսում ասում իրավ, ասում եմ հա տենց են պատմում։ Հիմա մտանք Վանաձոր, առաջի պատածին հարցրեցին, որ ոնց գնամ ստադիոն, ասեցին, ես կգնաս բանման ես այն մասում կհարցնես, կասեն, պետքա մի հատ ձախ թեքվեք։ Պատմածով ենթադրում էի, որ էսի այդ ձախն է։ Ու լիքը մարդ էր հավաքված, երևի թե գնում էին արդեն դեպի ստադիոն համերգի, ասի մարդեն, պատուանդ բաց հարցրու, ոնց գնանք ստադիոն։ Ուրեմն պատկերացրեք, ես անընդհատ այս Կիրովականյան անեկդոտներն եմ պատմում, ծիծաղում ենք, ինքը պատուանը բացեց, ասեց տղակներ, ոնց գնանք ստադիոն, ասեց Կիրովականի։ Դրիվ շարանը փակվեց անեկդոտների։ Առաջին հայերեն երգը, որ ձայնագրել է Յորգանցը, եղել է «Ուր էիր Աստված» ստեղծագործությունը, որը երբեք էլ չի կատարել համերգների ընթացքում, հետագայում խոստովանելով պատճառի մասին։ Ով եմ ես, որ մեղադրանք ներկայացնեմ Արարչին։ Հայերենով երգելը Յորգանցի ստեղծագործական ճանապարհում աստիճանաբար դարձավ առանձնահատուկ կարևորություն ունեցող ուղղություն։ Նրա կատարումներում հայկական երգն ու խոսքը նոր հնչերանգով էին ներկայանում, միաժամանակ պահպանելով դրանց ազգային շունչն ու զգացմունքային խորությունը։ Տարիների ընթացքում նա իր երգացանկում ընդգրկեց տարբեր հեղինակների ստեղծագործություններ, կատարելով նաև հեղինակային երգեր։ Եվ որքան էլ նրա երաժշտական աշխարհը բազմերանգ էր, հայերեն երգերը նրա համար միշտ առանձնահատուկ տեղ են ունեցել, որպես իր արմատների, հիշողությունների ու հայրենիքի հետ կապը պահպանելու յուրահատուկ միջոց։ 148-ը համերգ տվել եմ Հայաստանի մեջ, շատերը համալիրի մեջ, շատերն ալ Թուրքի քաղաքներով մեջ։ Իմ նվագախումբս եղած է Երվանդ Երզինկյանի ռադիո տելևիզիոնի խումբը 40 հոգի։ Ես երբեք 40 հոգիով չէի երկած կյանքիս մեջ։ Վախցա, ասի որ ինչպես պիտի լինեմ։ 40 հոգի դիմաց նստել է, մեկ կողմը չուտակները, մյուս կողմը թրոմպետները եւ այլն, եւ երգչուհիներ, հետս background երգչուհիներ։ Բայց այնքան լավ անցավ, որ փորձ անգամ չրի, հավատացեք։ Մեկ անգամ փորձրել եմ ռադիո ինչեր դերմը, որ փորձերինք 40-50 հոգիով, 40 հոգիով նվագախումբով փորձերինք եւ այնքան լավ պատրաստած էին, որ երգերը ես չեմ գնալսել, որ փորձի պետքություն ունի։ Այնպիսի պահանջարկ կար Տոմսերի, որ համալիրի տնօրենը Ծաղիկյան Ռոբերտը հայտնի մարդ էր։ Ես ուրեմն իմ կաբինետից դուրս եկա, այս բալկոնով եկա, ուրեմն այնքան մարդը հավաքվել Տոմս են ուզում, այս խեղճ մարդը մտել է սեղանի տակ, յանի ստեղ չեմ։ Ու տենց տասնյակ համերգներ, արդեն այս մանկականի վրա,
բնականաբար հայերեն երգենք, այբենգիմ, ճկուտիկ եւ այլն, այս երգերը բում առաջացրին եւ մենք երկրորդ ալբոմ նախաձեռնեցինք։ Երկրորդ ալբոմը արդեն արեցինք ես, կլավիշնիկ Արսենը եւ ինքը։ Երեքով այս երկրորդ ալբոմը ստեղծեցինք, ձայնագրեցինք։ Ու ես այդ ժամանակ զգացի, որ ինքը մի անգամ է երգում։ Մի անգամ։ Հոգին տեղն է վերջ։ Թեստեր մի քիչ կախ երգեց, մի քիչ ֆալշ երգեց, իրան չի հետարկվում։ Կարևորը բանով էմոցիոնալ եւ հոգեվիճակը ճիշտ լինի։ Մարտեն Յորգանսն այնքան սիրված ու սպասված է Հայաստանում, որ հերթական համերգի ժամանակ դարձել է մի փոքրիկի կնքահայր։ Ամենեն սկանչելի հիշատակներից մեկը համալիրի մեջ 89 թվականին կամ 90 թվականին չեմ հիշել շատ լավ, ընտանիք մեկ եկավ, Փեմին արջևը ասանք, ինձ եսին, որ ես միկրոֆոնը գերքեմ գոնա, իդալերին եք մի գերքեի, որ շատ լավ գեիշեմ, յոտիդարո դիպյու, գերքեի աս երկը, մեկեն ինձ արջևս եկան, բզդիգով մասանք, ըսին, որ աս բզդիգին անունը Մարտին է, այսինքն ինքը անունը ստրեր են, ըսին, որ ինչս եմ մարդիկներում, երկեմ գորես, մեկ կողմեն, կոմիկ պամն է չէ, ըսի որ վաղը ըսի իմ վերջին համերգս է, չիդեմ որ քյուրը, լման օրքեսը բիլի կարասի, աս օրքեսը 48-ով, ստադիումին մեջ է ըսի, ուր է չեմ իշեր որ կաղաքներ, և այդ կաղաքի մեջ ես եկեք, ես դերայները գկտնամ, բզդիգին ըսի գնում կգնենք, և ես ալ գնքայր գլլամ։ Գլլամ, հա, գլլա, ինչու չլլա։ Հիսուսը կեդին մեջ քանի հոգիներուն գնքազ է, չէ։ Վեշեք, չէ։ Եթե չեք իշեր, հարցուցեք աչսախ։ Դերայներուն հարցուցեք։ Ինչ են է։ Հաջորդ օրը ես այդ քյուրին մեջ երբ որ գերքեմ, մեկեն մեմնան այցա, որ ես մորցա արգավանիգա։ Դերցա, որ մեկեն ցերկենին բզդիկ մը ընտանիք մը եկեր է։ Գնակ էր բագայել։ Մեկեն իշեցի ամանսի, ես ուրդեղ են, բայց հիշած էի մեկ օր առաջ և լուր խրգած էի, որ ինձ երկու հատ դերայր կտնան, որ գարտան, չէ։ Դերայրներն է դեսա, ընտանիքն է դեսա, նույն ժամանակ։ Գնակ YouTube-ի մեջի դեսնալ ասիկա, գա։ Մարտեն Յորգանս գնունք թրեք, պիտի դեսնակ։ Շատ հետաքրքիր օր մը եղավ, ես հարգավ լալու սկսա, չգսա թիմանալ, որտև adank դեսարանը ով չի լար, չէ, բզդիգը պերեր են, անունը Մարտեն է, դերայները հոն գերանգոր, չուրը պերեր են արջևս, մեկ են խենտեսա, դեսա, և այդ վարգյանին դերայներուն ըսի, որ միկրոֆոնը սադվի իրենց սկսան երկել, որտեղ միկրոֆոնից սայնը շատ ավոր էր, սկսան երկել, ես բզդիգին գնքայր եղա, մեկ են միշեցի, որ համը պետք է արնեմ բզդիգին, չէ, խաչմը, համը, անամորցեր էի, իմ խաչս հանեցի և իրեն վիզեն ամծուցի, ատքուլցը կարկատվեցավ, այսինքն, և այդ օրը ինձ համար ամենեն լավ հիշատակը եղավ Հայաստանի համերգներուց մեջ։ Ինձ համար ամենակարևորը, ինչի շրջանակներում ես ծանոթացել եմ մայստրոյի հետ և շարունակել ենք տարբեր մինչ օրս միջոցառումների կազմակերպումը, դա բարեգործական աշխատանքներն են։ Առաջին հերթին երեխաների համար, գիտեք, նա իհարկե մարդը, ով ընդհանրապես երևի չէ փորձել երբևէ հանրահռչակվել բարեգործության շրջանակներում, որ նրան իմանան նաև ոչ միայն որպես երգիչ կամ երեխաների բարեկամ, այլ հենց որպես բարերար։ Բայց դա շատ կարևոր է, որովհետև եթե այսօր մեր եկող սերունդը չծանոթանա, չշփվի, չիմանա և չստանա առավելագույնը, ապա նրանք չեն կարողանա նաև լինել շարունակող, իսկ դա կարևորագույն արժեք է մեզ համար։ Եվ ես համոզված եմ, որ մեր ամենամեծ նպատակը պետք է լինի շարունակել Յորգանսի
համար կազմակերպել այլ միջոցառումները, որի հիմնական տարածողը, կրողը եւ ամենամեծ ուրախությունը հատկապես երեխաների համար հենց նա է։ Յորգանսն իրեն հարազատ է զգում Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքի, հատկապես երեխաների ու երիտասարդների հետ, որոնց հանդեպ առանձնահատուկ սեր ու ջերմություն է տածում։ Իր այս անմիջական ու անկեղծ վերաբերմունքը լավագույնս ամփոփել է հենց իր խոսքերով. «Իմ շատ սիրելի Հայաստանի ժողովրդին կասեմ, որ ես ինձ համարում եմ հայկական ամեն մի ընտանիքի անդամ, ինչպես նաև փոքրիկների ընկեր։ Առհասարակ կոչ եմ անում այն հայերին, ովքեր չեն եղել Հայաստանում, անպայման գոնե մեկ անգամ այցելեն, տեսնեն Հայաստանը եւ սիրահարվեն մեր հայրենիքին»։ Անընդհատ մտքով գնում ենք մանկություն։ Միևնույն է չի լինում պատկերացնել, որ գիտես մենք արդեն շատ մեծ ենք ու ընդհանրապես այբենգին, հայերեն երգենք, առավել եւս ճկույտիկ, երևի թե պետք է այլ կերպ մոտենալ երես, բայց չէ, չի ստացվում միևնույն է դա ամենահոգեհարազատն է, ամենաուրախն է եւ անընդհատ ուզում ենք մենք դա շարունակել։ Յորգանսը իր երեխաների համար գրված երգերով եւ այդ ձայնասկավառակով, որ թողարկվեց այստեղ, նոր շունչ մցրեց։ Եվ ես տեսնում եմ, թե ինչպես են երեխաները իրոք ուրախանում այդ երգերի տակ, մանկապարտեզներում, տոնահանդեսներում հնչում էր եւ շատ լավ էին ընդունում։ Բացի դրանից ճկույտիկը, հետո տառերի մասին այբենգիմը, դրանք շատ ուսուցողական երգեր են եւ որպես ազգային հնչյունի տնօրեն, այսինքն երաժշտական ինդուստրիայի ներկայացուցիչներից մեկը ես բարձր գնահատեցի եւ դա էր հենց պատճառը, որ 90 թվականին, երբ որ ինքը համերգներով սկսեց գալ Հայաստան, այդ ժամանակ թողարկեցինք ազգային հնչյունը թողարկեց Մարտին Յորգանսի ձայներիզը։ Սա բավականին ծավալուն է, 90 րոպեանոց, լավ հավաքածու է համ երեխաների, համ մնացած իր պոպուլյար երգերի հավաքածուն է։ Ամուսնացել է 2 անգամ։ Երկրորդ կինը Կալինան հայ է, ով ծնվել է Պոլսում ու ապրել Մոնրեալում։ Յորգանսը որդի ունի առաջին ամուսնությունից։ Վերջինս բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես սքանչելի սիրո պատմության ականատեսն եմ եղել Քալինի հետ, դա ասեմ երկրորդ ընտանիքն եմ Արտենի, առաջինից սիրո զավակ Արտաշեսն է, նա արդեն մեծ տղա է, եւ Քալին Կանադայից։ Քալինը զբաղվում էր գործնական տուրիզմի մենեջերներից էր Կանադայում եւ չգիտեմ երբ իրենք հանդիպեցին, ամենայն դեպս այդ սիրո ականատեսը եղել եմ եւ հիմա Մարտենը Կանադայում եւ Քալինը խնամում է, որտեղ դժբախտաբար Մարտենը հիմա հոկտեմբերին է գալու, որտեղ ոտքը կոտրել է եւ որպես կին եւ որպես ընկեր, չէ, շատ ամուր, շատ եւ մինչ օրս շատ համակրելի զույգ են նրանք։ Չնայած բուռն ստեղծագործական գործունեությանը Մարտեն Յորգանսը մշտապես փորձում է ազատ ժամանակ հատկացնել իր սիրելի զբաղմունքներին։ Հարցազրույցներից մեկում պատմել է, որ ազատ ժամանակ շատ է սիրում նստել հեծանիվ ու շրջել Փարիզի փողոցներով, վայելելով քաղաքի մթնոլորտն ու առօրյա կյանքի ռիթմը։ Ասեմ ինքը շատ ոգեղեն երգիչ է։ Անկամ երբ որ նոր բաներ ենք ձայնագրում արդեն իմ մոտ ստուդիայում, ինքը 1 կամ 2 դուբլեր երգում, երբեք չէր կարկատում, երբեք չէր կրկնում, որ մի քիչ ավելի լավ երգեմ։ Ոնց զգում էր այդ ամբողջ զգացմունքով ինքը այդ երգը կատարում էր։ Եվ ինչն էր հետաքրքիր, ինքը այդ ամեն ինչով ապրում էր։ Հիմա էլ անգամ այս տարիքում իրեն լրիվ երջանիկ զգալու համար ընդամենը պետք է միկրոֆոն տալ ձեռքը եւ մի հատ մինուս միացնել։ Ինքը անպայման մի անգամից ընկնում է իր հունի մեջ ու ինքը երջանիկ է, քանի դեռ երգում է։ Ես այդպիսի
սիրահարված մարդ երկի եւ իր զգացմունքայնությունը այդ երկի մեջ ես չեմ հանդիպել։ Շատ պրոֆեսիոնալների հետ եմ աշխատել, շատ աստղերի հետ եմ աշխատել, բայց ինքը առանձնահատուկ է, ինքը շատ ազնիվ է, իրան երբեք բիզնեսը չի հետաքրքրել, երբեք։ Հետադարձ հայացք գցելով նրանցած ճանապարհին կարելի է նկատել, որ Յորգանցի համար երաժշտությունը երբեք չի եղել սոսկ մասնագիտություն։ Այն դարձել է նրա ապրումների արտահայտման ու մարդկանց հետ հաղորդակցվելու ամենագեղեցիկ լեզուներից մեկը։ Այդ լեզուն հասկանալի ու հարազատ է եղել տարբեր սերունդների համար, անկախ ժամանակից ու երաժշտական նախասիրություններից։ Փոխվում են ժամանակները, սերունդները, երաժշտական ճաշակն ու ընկալումները, բայց կան երգեր, որոնք չեն կորցնում իրենց ջերմությունը։ Հենց այդպիսին են Մարտեն Յորգանցի երգերը, որոնք շատերիս են վերադարձնում դեպի մեր մանկության անհոգ ու հարազատ օրեր։ Հենց այդ հիշողությունն է Յորգանցի ամենամեծ ժառանգությունը, կենթանի ոչ միայն ձայնագրություններով, այլև մարդկանց սրտերում։